Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, ես Արամ Չախոյանն եմ եւ հանրային հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» նախագիծը։ Այս խաղում ճիշտ պատասխաններն են տանում դեպի հաջողություն, իսկ թե ով է փորձելու այսօր իր ուժերը, պարզում ենք ընտրական փուլում։ Մեր մասնակիցներն են Բելլա Միքայելյան, Գյուղգայ, Արտակ Մարտիրոսյան, Երևան, Հայկ Սարգսյան, Եղվարդ, Մարգար Հայրապետյան, Երևան, Վահե Եղիազարյան, Հրազդան և Հովհաննես Սարգսյան, Երևան։ Ընտրական փուլի առաջադրանքն է։ Դասավորեք ճամփորդության փուլերն ըստ իրականացման ճիշտ հերթականության։ Թռիչք, վայրեջք, տոմսի ձեռքբերում, ուղեբեռի հանձնում։ Եվ ճիշտ հերթականությունը հետևյալն է. տոմսի ձեռքբերում, ուղեբեռի հանձնում, թռիչք և վայրեջք։ Այսպիսով ճիշտ են պատասխանել մեր մասնակիցներից 5-ը և բոլորից արագ գտնվեց Վահե Եղիազարյանը։ Բարի գալուստ մեր խաղ, Վահե։ Ուրախ եմ տեսնել ձեզ։ Եվ Հրազդանից եք։ Ինչ հետաքրքիր բան կպատմեք Հրազդանի մասին, որը միգուցե քիչ հայտնի է մեր հեռուստադիտողների շրջանում, կամ էլ հպարտության առարկա է, միգուցե հրազդանցիների համար։ Որպես հպարտության առարկա կարող եմ նշել, որ Հրազդանում է գտնվում Հայաստանի մասշտաբով ամենախոշոր ջեկը, Հրազդան ջեկը, ու դա հպարտանալու առիթ է հրազդանցիների համար։ Ինչով եք զբաղվում։ Աշխատում եմ։ Որպես ՏՏ ադմինիստրատոր։ ՏՏ ադմինիստրատոր։ Նման կրթություն ունեք։ Այո։ Բարձր տեխնոլոգիաների։ Բակալավրն եմ ավարտել Պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատիկա ֆակուլտետով։ Դա նշանակում է, որ տնահանբանությունից ուժեղ եք։ Պատճառ հետևանքային կապեր ստեղծել կարողանում եք, իսկ իմիջիալու ծրագրավորման մեջ էլ է դա շատ կարևոր։ Ասացեք խնդրեմ, իսկ ազատ ժամանակ ունեք, եթե ունեք, ինչպես եք անցկացնում։ Քիչ է իրականում, բայց ազատ ժամանակը փորձում եմ էլի մասնագիտական գիտելիքների բարելավմանը ուղղել, ինչպես նաև արդեն սպորտերով զբաղվելուն, ֆուտբոլ եմ սիրում։ Ֆուտբոլ եք սիրում։ Միանշանակ խաղերին հետևելով, այդպես։ Դե շատ լավ։ Մենք իմացանք բավականաչափ ձեր մասին, որպեսզի վստահ սկսենք խաղը։ Թույլ տվեք հիշեցնեմ խաղի կանոնները։ Ով է ուզում դառնալ միլիոնատերը կազմված է 15 հարցերից, յուրաքանչյուր հարց ունի 4 տարբերակ պատասխանի, որոնցից ճիշտն է միայն մեկը։ Երկու անձեռնմխելի գումար ունենք, 5-րդ հարց 25,000 դրամ, 10-րդ հարց 700,000 դրամ, գլխավոր մրցանակը 15-րդ հարց 10 միլիոն դրամ։ Խաղի ընթացքում կարող եք օգտագործել 3 օգնության հնարավորություն։ Մենք առաջարկում ենք ձեզ 4 տարբերակ։ Եվ դուք պիտի հրաժարվեք դրանցից մեկից։ 50-50 զանգ ընկերոջը, դալիճում գտնվող ընկերոջ օգնությունը և կարող եք փոխել հարցը, որ օգնության հնարավորությունից կհրաժարվեք, Վահե։ Կհրաժարվեմ զանգ ընկերոջից։ Պահպանում եք 50-50, դալիճում գտնվող ընկերը և հարցը փոխելու հնարավորությունը։ Ում հետ եք այսօր այստեղ։ Ընկերուհուս հետ եմ, Սյուզաննային։ Ողջունում եք Սյուզաննային, բարև ձեզ։ Դե վայ ձեզ հաջող խաղ ենք ցանկանում։ Շնորհակալություն։ Եվ սկսում ենք ով է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստախաղը Վահե Եղիազարյանի հետ Հրազդանից։ Հարց առաջին, արժեքը 5,000 դրամ, Վահե։ Դա կարող է տեղի ունենալ թե լուսնի, թե արևի հետ։ Խավարում, խմորում, խղճահարում, խեղաթյուրում։ Տարբերակա խավարում։ Տարբերակա խավարում։ Ճիշտ է։
Երկրորդ հարց 7500 դրամ։ Այդ ծովը պատկանում է հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ջրավազանին։ Կարայի, Կարաբալայի, Խաթաբալայի, Շատակեր շարայի։ Էլի տարբերակա կարայի։ Տարբերակ, Հա, տարբերակա կարայի։ Եվ 7500 դրամը ձերն է։ Ճիշտ ասած չգիտեմ ով է Շատակեր շարային, բայց դա հաստատ ճիշտ պատասխանը չէր։ Հարց 3-րդ արժեքը 10000 դրամ։ Այդ գործընթացը թռչունների մոտ նախորդում է ձագերի ծնվելուն։ Տարբերակներ A. Քննարկում, B. Ձվադրում, G. Դասընթացների հաճախում եւ D. Ֆլիրտ։ տարբերակ B ձվադրում։ Ինչ է կարծում ունեք թռչունները ֆլիրտ չունեն սիրախաղերի ժամանակ։ Դե դա արդեն ձվադրման նախորդում։ Այո, դա ճիշտ պատասխան է։ Ձվադրում։ 4-րդ հարց 15000 դրամ եւ երկար տարածությունների վազորդների համար վերջին շրջանը կատարելիս հնչում է զանգի ձայնը, ահազանգը, սպառնալիքի ձայնը, օրներքը։ Կարանք բացառենք տարբերակ B-ն ու G-ն։ Օրներքը հələ պարզ չի լինի, որ երկրի օրներքը պետք է հնչի, տարբերակա զանգի ձայնը։ Դա ձեր վերջնական պատասխանն է։ Այո։ Տարբերակ A. Զանգի ձայնը ընդունում են։ Դե ստայերների համար դա վերջին շրջանից առաջ հնչող ձայն է, ընդ որում շատ բարձրաձևերում են կիրառվում բացի ավտոարշավորդներից։ Այնտեղ եթե հիշում եք օգտագործում են դրոշ։ Զանգի ձայնը ճիշտ պատասխան է։ Հարց 5-րդ եւ առաջին անձեռնմխելի գումարը 25000 դրամ արժե։ Ըստ ավանդության դեբետի ափին հանգրվանած որ բնակավայրն է անցյալում հրկիզել թշնամին։ Դսեղը, այրումը, Ալավերդին, Քոբայրը։ Ինչ է կարծում։ Եղել եք այդ կողմերում։ Հա, բայց դեպետի ավազանին բնակավայրերին այդքան էլ լավ այս պահին չեմ Ինչ գիտեք հիշում։ դսեղի մասին։ Հովհաննես Թումանյանի ծննդավայրն է։ Իհարկե։ Կարծում եմ Ալավերդին էլ ծանոթ է, այրումը, Քոբայրը։ Քոբայրը չէ, բայց Հարցի մեջ հուշում կա։ այրումն եմ մտածում, հենց որովհետև եթե հրկիզել է, այրվել է ու դրանից էլ ելնելով հենց բնակավայրի անունը այրում է կոչվել։ Տարբերակ B այրում։ Ընդունում եմ։ Եվ իհարկե դա ճիշտ է։ Այրում։ Ամեն ինչ հասկանալի իր անվանումից։ Դե ինչ, ինչպես ասում են, թեթև հարցերից անցնենք ավելի բարդ առաջադրանքների։ 6-րդ հարց, արժեքը 50000 դրամ։ Դեժավյուի զգացողությունը նշանակում է, որ մարդուն թվում է, թե նա մոռացել է իր անունը, տվյալ պահն արդեն ապրել է, ժամը կանգ է առել, բոլորը գաղտնի դերասաններ են։ Դեժավյուն շատ ծանոթ զգացողություն է նաև իմ մոտ ու դրա համար տարբերակ B տվյալ պահն արդեն ապրել եմ։
Տարբերակ B. Տվյալ պահն արդեն ապրել է։ Ինչ հայտնի դեժավյուի դրվագ կնկարագրեք հայտնի լայն շրջանակներում, օրինակ նկարագրված ֆիլմերում կամ միգուցե ստեղծագործություններում, գրական կհիշեք նման դրվագ։ Չէ, ճիշտ ասած։ Հիշում եք Մատրիցա ֆիլմը։ Հա։ Հիշեցիք։ Եկեք ընդունեմ ձեր վերջնական պատասխանը, որն է Տարբերակ B։ տարբերակ B, տվյալ պահն արդեն ապրել է։ Այո։ Ընդունում եմ։ Եթե կհիշեք Մատրիցա ֆիլմում կա մի դրվագ, երբ գլխավոր հերոս Նեոն շրջվում է, տեսնում է անցնող, միջանցքով անցնող կատվին։ Հետո մեկ անգթարթ հետո կրկին նույն տեսարանն է տեսնում։ Նման դեպքերը նշանակում են, որ Մատրիցան խափանվել է, ինչ-որ մի բան այնտեղ այնպես չէ։ Եվ ընդհանրապես հոգեբանությունում կա նկարագրված եւս նման երևույթներ՝ ժամեվու, ժամեղեգրիվու, բայց ամենահայտնին դեժավյուն է եւ դա նշանակում է տվյալ բան արդեն ապրել է ազնվորությունը։ Ճիշտ պատասխան է։ Հարց 7-րդ, արժեքը 100,000 դրամ։ Եռանկյան մեջ խոշորացույցն ինչ չի կարող խոշորացնել։ Տարբերակներ՝ A. Անկյունը, B. Նեքնաձիգը, G. Էջը, D. Բարձրությունը։ Դե edge ներքնաձիգ եռանկյան կողմեր կարան լինեն։ Ու եթե խոշորացնելու հետ կապված է հարցը, եռանկյան չափերի փոփոխելուց մենակ անկյունը չի փոփոխվում։ Մնացած բոլոր նշված տարբերակները փոփոխվում են։ Դրա համար կընտրեմ տարբերակա անկյունը։ Տարբերակա անկյունը ձեր պատասխանն է։ Դա ձեր վերջնական պատասխանն է, վայ, որովհետև հիշեցնեմ դուք ունեք 3 օգնության հնարավորություն։ Դա տարբերակա անկյուն։ Դե ինչ։ Անկյուն ձեր պատասխանն ընդունում եմ։ Այո, մի պահ պատկերացրեք, վերցրել եք խոշորացույց, նայում եք ուղղակի եռանկյան պատկերին եւ մնացած բոլոր թվարկվածները բացի ձեր տված պատասխանից իսկապես կարող է խոշորացվել, բացի անկյունից։ Ճիշտ պատասխան է։ Բայց վստահ եք տանում։ Եվ ուղղակի ստիպում եք ինձ շտապելով ներկայացնեմ հաջորդ հարցը, ինձ էլ է հետաքրքիր, ինչ զարգացում կստանա մեր խաղը, արժեքը 250,000 դրամ։ Թեթև ատլետիկայում տղամարդկանց 110 մետրանոց տարածության վազքը կոչվում է փոխանցումավազք, արգելավազք, թափավազք, ծանրավազք։ Սպորտի սիրահար եք, այո։ Բայց ավելի շատ ֆուտբոլի, ոչ թե թեթև ատլետիկային։ Դա այնտեղ էլ են վազում եւ ոչ մեկ անգամ այդ 110 մետրը։ Տարբերական կարանք բացառենք փոխանցումավազքը, եթե ճիշտ եմ հիշում 4 հոգով են վազում ընդհանուր 400 մետր տարածություն։ Ծանրավազքին ծանոթ չեմ։ Թափավազք, արգելավազք։ Ինչ տեսք ունի ծանրավազքը, օրինակ։ Կարծում եմ գոյություն չունեցող վազքի։ Երբևէ չեք տեսել օրինակ վազողների, որոնք կշռաքարերով են վազում օրինակ։
չի հանդիպա, բայց բառը Կարծես ես եմ։ արգելավազքը գիտեմ, բայց հեռավորությունը չգիտեմ որքան է։ Բայ, ես հիշեցնում եմ, որ դեռ չեք օգտագործել ձեր կողմից ընտրված օգնության հնարավորությունները 50-50 դալիճում գտնվող ընկերոջ օգնություն։ Եթե հարցը շատ բարդ է, կարող եք նաև փոխել այն։ Եկեք 50-50-ից օգտվում։ 50-50, Այո։ շատ լավ։ Կխնդրենք համակարգչին հեռացնել երկու սխալ պատասխանները։ Տարբերակ B արգելավազք։ Տարբերակ B արգելավազք։ Այո։ Սա ձեր վերջնական պատասխանն է։ Այո։ Ընդունում եմ։ Իբիջալոց, տղամարդիկ ավելի երկար տարածություն են վազում 10 մետրով, կանանց համար նույն մրցաձևը 100 մետր է նախատեսում և արգելավազքը ճիշտ պատասխան է։ Բայ ճիշտ օգտագործեցիք օգնությունը։ Դասական օրինակ էր ճիշտ օգտագործման և հաջորդ հարցը, որի արժեքն է 450,000 դրամ։ Որ գիտությունն է ուսումնասիրում մարդկանց անունների ծագումնաբանությունը, փոփոխությունը։ Անթրոպոսոֆիա, Էնտրոպիա, անթրոպոնիմիկա, անթրոպոմիմիկա։ Տարբերակներից տարբերակ B-ին եմ ծանոթ, էնտրոպիան։ Մնացած տարբերակները անծանոթ են։ Հարցը փոխենք։ Փոխենք հարցը։ Հա, ծանոթ չեմ ընդհանրապես տերմիններին։ Կխնդրեմ փոխել հարցը։ Այնուամենայնիվ, ինչ կպատասխանեիք, որն է ծանոթ։ Դա էնտրոպիան է ծանոթ, բայց էնտրոպիան հետ չի ուսումնասիրում, հետ գիտեմ։ Իսկ ինչ է էնտրոպիա։ Էնտրոպիան ուսումնասիրում այն երևույթը, երբ օրինաչափությունները վերածվում են քաոսի։ Քաոսի աստիճանի չափման միավոր է։ Այո, այո։ Բայց չէ։ Բայց ափսոս դա չէր։ Ճիշտ պատասխանը։ Վայ, մենք փոխեցինք հարցը բոլոր դեպքերում, եթե պատասխանեիք, որ տարբերակը կընտրեիք։ Տարբերակը անթրոպոսոֆիա։ Անթրոպոսոֆիան կընտրեիք։ Մենք վերլուծեցինք, որ էնտրոպիան չէ, այո, եւ ճիշտ պատասխանն էր տարբերակ G անթրոպոնիմիկա։ Դուք օգտվեցիք օգնության հնարավորությունից, փոխեցիք հարցը նոր նույն արժեք 450,000 դրամ արժողությամբ հարցը հետևյալն է. երաժշտական եզրույթ չափավոր դանդաղ տեմպի անվանում։ Լեգատո, լարգետո, լանգետո, պրեստիսիմո։ Կարծում եմ տարբերակն կարելի է բացառել, լանգետո, կամ կարծում երաժշտական եզրույթ է ինչ-որ։ Մնացած երեքի մեջ Երաժշտական դպրոց
Չեք հաճախել, հա։ Եթե հաճախեիք, վստահ եմ կանցնեիք սոլֆեջոյի դասեր եւ միգուցե հիմա ինչ-որ մի բան այնտեղից հիշողությունից կարձագանքեր եւ կօգներ ձեզ գտնել ճիշտ պատասխանը։ Ինչպես հասկանում եմ, կցանկանայիք այս հարցն էլ, հա, երևի փոխել։ Ափսոս մենք այդ հնարավորությունը այլևս չունենք, օգտագործեցինք։ Երևի օգտվեմ վերջին Լանգետոյից բացի մնացած, ինչպես։ Երևի օգտվեմ վերջին օգնության հնարավորությունից, օգնություն ընկերոջից։ Ձեր ընկերուհի Սյուզաննան, հիմա դալիճում է։ Դե ինչ, դիմենք նրան օգնության։ Հուսով եմ դուք ավելի ընդարձակ երաժշտական տեսական գիտելիքներ ունեք եւ խնդրում եմ օգնեք Վայեին կողմնորոշվել եւ գտնել ճիշտ պատասխանը հարցին, որը հնչում է այսպես. երաժշտական եզրույթ չափավոր դանդաղ տեմպի անվանում։ Լեգատո, լարգետո, լանգետո, պրեստիսիմո։ Տարբերակ A լեգատո։ Ինչ-որ բան ցանկանաք ավելացնել։ Ոչ։ Շնորհակալություն։ Դուք Վստահ ենք։ ընդհանրապես կյանքում եք այդպես հակիրճ հաղորդակցվում, առանց ավելորդ խոսքի։ Հիմնականում կարճ կոնկրետ կոնկրետ գործով, ինչպես ասում են։ Շատ լավ է։ Լավ եք սկսել վայ հարաբերությունները եւ Սյուզաննան առաջարկեց տարբերակալ լեգատո։ կվստահեմ։ Վստահում եք Հա։ Սյուզաննային տարբերակ A Լեգատո։ լեգատո։ Ընդունում եմ։ Լանգետոն ճիշտ բացառեցիք, դա ավելի շատ համի մասին է։ Պրեստիսիմո, անունի մեջ էլ ինչ-որ կարծես չէ, արագություն կա, պրեստիսիմո։ Լեգատոն սահուն, ինչ-որ մի բան, կապ, և նոտաները կապվում են, օրինակ ջութակի դեպքում աղեղով կարելի է նոտաներով սահուն անցնել լեգատո, իսկ ճիշտ պատասխանն էր լարգետո։ Ափսոս, վայ, շատ ափսոս։ Ափսոս, որ ֆիզիկան չօգնեց այս դեպքում, որով դեպքերում 25,000-ը ձերն է առաջին անձեռնմխելի գումարը, մենք իսկապես շատ ցանկանում ենք ձեզ հետ երկար ճանապարհ գնալ եւ հոյակապ սկիզբ ունեինք խաղի։ Ես նույնիսկ համոզված էի, որ մենք գնալու ենք խաղի խորքերը, բայց աղ, ընտրությունը ձերն էր։ Սյուզաննան ամեն ինչ արեց իհարկե, որպեսզի օգնի ձեզ, բայց այդպիսին է խաղը։ Շնորհակալություն գեղեցիկ խաղի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, խաղը շարունակվում է նոր ընտրական փուլ եւ տեսնենք թե ով առավել արագ կլուծի մեր հաջորդ առաջադրանքը։ Ընտրական փուլի առաջադրանքը հետեւյալն է։ Դասավորեք հայոց արքաներին ըստ նրանց կառավարման ժամանակաշրջանի սկսելով ամենավաղից։ Տիգրան Մեծ, Աշոտ Երկաթ, Արգիշտի առաջին, Տրդատ երրորդ։ Եվ ճիշտ հերթականությունը հետևյալն էր։ Արգիշտի առաջին, Տիգրան Մեծ, Տրդատ երրորդ եւ Աշոտ Երկաթ։ Ճիշտ են պատասխանել 4 մասնակից։
Եվ նրանցից ամենաարագն էր Բելլա Միքայելյանը։ Բարի գալուստ մեր խաղ Բելլա, ուրախ ենք ողջունել ձեզ այստեղ, գյուղ գայից եք, ի պատիվում է գյուղը կոչվում Գայ Հուլիոս Կեսարի, Գայ Գերմանիկի, ձեր տարբերակը։ Իրականում գյուղը ունի բավականին խորը պատմություն, Գայի իր նոր անվանումն է, Հայկ Բժշկյանցի հայտնի հեղափոխական Հայկ Բժշկյանցի անունով է կոչվում, բայց նախկին անվանումը Խաթունարխ է կոչվել, դեռևս Թուրքմենչայի պայմանագրով նախատեսված Պարսկաստանի Խոյի բնակավայրից եկել բնակություն են հաստատել այս գյուղում ու հիմնել են գյուղը, իսկ վերջին տարիներին 90-ականներին արդեն անվանվել է Հայկ Բժշկյանցի անունով, հին անվանումից Ձեր վերջնական պատասխանը Գայ Բժշկյանց։ Այո։ Շնորհակալություն, ինչով եք զբաղվում։ Աշխատում եմ։ Աշխատում եք որպես ով, կարելի է հետաքրքրվել։ Գնացուցակների մենեջեր եմ, միջազգային տերմինով ասած rate manager, միջազգային կապի ընկերությունում եմ աշխատում։ Շատ լավ, ինչ եք սիրում առասարակ, ինչպես եք Հետաքրքրություններս ձեր ժամանցը կամ ազատ ժամանակ ինչպես եք։ Հետաքրքրություններս չափազանց տարբեր են մեկը մյուսից, ամեն ինչով կարելի ասել հետաքրքրվում եմ, շատ ակտիվ կյանք եմ վարում, այսպես ասեմ, գործից հետո կյանք կա։ Հա, վստահ, իհարկե։ Այդ թվում նաև գործից հետո կարելի է նայել ով է ուզում դառնալ միլիոնատեր։ Ինչպես նաև մասնակցել։ Եվ ինչով դեր դեպքում իհարկե նաև մասնակցել, դե ինչ ուրախ ենք կրկին ձեզ ողջունել եւ հիշեցնեմ խաղի կանոնները, մեր խաղում 15 հարց է պատրաստված, յուրաքանչյուր հարց ունի 4 պատասխան, որոնցից ճիշտն է միայն մեկը։ Ունենք երկու անձեռնմխելի գումար 5-րդը 25000 դրամ, 10-րդը 700,000 դրամ եւ գլխավոր մրցանակն է 15-րդ հարց 10 միլիոն դրամ։ Դե խաղի ընթացքում կարող եք օգտագործել օգնության հնարավորություններ 3-ը, բայց մենք կառաջարկենք ձեզ ընտրության 4 տարբերակ։ Դա 50-50-ն է, զանգ ընկերոջը, օգնություն դալիճում գտնվող ընկերոջ կողմից եւ կարող եք փոխել հարցը։ Հիմա կխնդրենք ձեզ ընտրել 3 տարբերակ կամ 3 օգնության հնարավորություն, որը կօգտագործեք խաղի ընթացքում։ Եկեք ես հրաժարվեմ զանգընկերոջը օգնության հնարավորությունից, մնացած 3-ը կպահենք։ Կարծում եք, որ մնացած 3-ը հենց այն ինչ ավելի օգտակար կլինեն կարծում կարծում խաղի եմ։ ընթացքում։ Դե ինչ ընտրեցիք 50-50, լալիճում գտնվող ընկերոջ օգնություն եւ հարցը փոխելու հնարավորություն։ Շատ լավ։ Դե սկսենք։ Այսպիսով ագելի հեռուստադիտողներ, մենք խաղում ենք ով է ուզում դառնալ միլիոնատեր, մեր մասնակից Բելլա Միքայելյանի հետ գյուղ Գայից։ Սկսեցինք։ Առաջին հարցը 5000 դրամ։ Ռոսինի օպերաներից է։ Սևիլյան Սափրիչը, Սևիլյան Չամիչը, Թիֆլիսցի Կինտոն, Վարսավիրոնոն։ Շատ հետաքրքիր տարբերակներ կան, բայց տարբերակ A։ Տարբերակը Սևիլյան Սափրիչը։ Սևիլյան Սափրիչը։ Այո, ինչ խոսք Ֆիգարոն այստեղ, Ֆիգարոն այնտեղ, խերվ։ Լավ կլիներ իմանալ օրինակ ինչ լիբրետո կունենար Վարսավիրոնոյի մասին, չէ՞, պատմող օպերան։ Բայց դա էլ թող գախնիկ մնա մեզ համար էլ մյուս հարցը հարց երկրորդ 7500 դրամ արժողությամբ, որ տարբերակն է ապահովում մոխիտո կոկտեյլի թարմ բույրը։ Ավելուկ, անանուխ, պղպեղ, կծու պղպեղ։ Տարբերակ B անանուխ։ Տարբերակ B անանուխ։ Դե իհարկե, ինչ մոխիտո առանց անանուխ։ Հաջորդ հարցը արժեքն է 10000 դրամ։ Գրական, որ հերոսն է ասում լինել, թե չլինել։ Համլետ, Կոմս Դրակուլա, Աննա Կարենինա,
Կիկոս, Նորից տարբերակ A Համլետ, դες դուր է գալիս տարբերակ ան, ընդհանրապես։ Տարբերակ A Համլետ, ով է հեղինակը, Շեքսպիրը, Շեքսպիրը Ուիլյամս։ Այո, դա ճիշտ է, 10,000-ը ձերն է, լինել թե չլինել, գիտեք, կարծում Աննը Կարենինան էլ մինչ իր նախընտրեց ինքնասպանությունը գործելը կարող էր այդ հարցը ինքն իրեն տալ։ Նետվել թե չնետվել, երևի այդպես կհնչեր հարցադրումը։ Ներքին եւ հաջորդ հարցը արժեքն է 15,000 դրամ, որն է զինվորական մասնագիտություն։ Տարբերակներ՝ սարկավակ, սակրավոր, սակավախոս, ուրփաթախոս։ տարբերակ B Սակրավոր, Ինչով է զբաղվում սակրավորը։ ականազերծությամբ, այսպես։ Տարբերակ B ընդունեցինք եւ գումարը փոխանցեցինք։ Հինգերորդ հարց արժեքը 25,000 դրամ, որ տարբերակն է ամբողջությամբ շրջապատված Իտալիայի տարածքով։ Դրախտը, Սան Մարինոն, Մալթան, Ռուսաստանը, Շատ հետաքրքիր կլիներ Ռուսաստան տարբերակը, բայց տարբերակ B Սան Մարինո, տարբերակ B Սան Մարինո, Քաչաչ պետություն, էլ ինչ տարածքներ կան։ Վատիկանը անկախ պետություն, եթե դիտարկենք, Ձեր պատասխանը B Սան Մարինոն ճիշտ է։ 25,000 դրամ։ Հարց 6-րդ 50,000 դրամ եւ հարցը Ավետիք Իսահակյան մի մրահոն աղջիկ տեսա։ Բաց թողում կամուրջին հոր մազերը գետ գիշերվա եւ ակինքներ ականջի։ Golden Gate-ի Rialto-ի հառաչանքների Դավթաշենի։ ինձ թվում է Իսահակյանի հենց այս բանաստեղծությունից հետո է այսքան ակտուալ դարձել Ռիալտոյի կամուրջը, որ գնում են Վենետիկ եւ այդքան նկարվում են այս կամուրջի մոտ, այս բանաստեղծությունից ոգեշնչված։ Եղել եք Վենետիկում։ Դեռ ոչ, բայց կա պլաններումս։ Դե նա գումարը կշահեք, Չէ։ գումարը Առանց դրա կվաստակեք կգնամ։ եւ այո, ինչու ոչ։ Տարբերակ B Ռիալտոյի կամուրջ։ Տարբերակ B Rialto-ի։ Իսկ բանաստեղծությունը ամբողջությամբ կկարողանաք։ Ամբողջությամբ կդժվարանամ, բայց հիշում եմ Կամ թեկուզ այս քառատողը։ Միամիտ չեմ հավատամ քեզ Կուզենայինք լսել ձեր ընթերցմամբ, հա։ Այս հատվածը։ Հա, կարծես թող լինի որպես ասմունք, հա, այս հատվածը մեր ծրագրի ձեր կատարմամբ։ Խնդրեմ, եւ տեսնենք արդյոք սազական է ձեր ընտրված տարբերակը։ Ընդունում եմ տարբերակը։ Չեմ հայլում ասմունքելու տաղանդով, բայց փորձենք։ Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին, հորդ մազերը գետ գիշերվա եւ հակինքներ ականջին։ Ընդունեցի։ Չգիտեմ, լավ էր թե վատ էր արտասանված, բայց 50,000 մեր կողմից ձեզ։ Հիմա երբ մտածում եք ինչ կպահանջեն 100,000-ի դիմաց։ Ընդամենը ճիշտ պատասխան տալ հաջորդ հարցին։ Հարցը հետևյալն է։ Մոլորակի թոքերի գիտակ մասնագետ պուլմոնոլոգ, էնտերոլոգ, բառագետ, անտառագետ։
Տեսեք, միանգամից դե բացառում ենք տարբերակ B եւ G-ն։ Եթե հաշվի առնենք, որ մոլորակի թոքերը անտառներն են, տարբերակ D անտառագետ պատասխանը։ Ինչպես։ Տարբերակ D անտառագետ։ անտառագետ։ Պուլմոնոլոգը չգիտեմ ինչի համար է պատասխանը։ Էնտերոլոգն էլ չէ, իսկ ով է պուլմոնոլոգը։ Այդ չգիտեմ։ Եկեք 50-50 տարբերակից օգտվենք այս դեպքում։ 50-50։ Ահա։ Ձեր որոշումն է։ Կխնդրեմ համակարգչին հեռացնել երկու սխալ տարբերակները։ Ճիշտ էի։ Անտառագետ։ Անտառագետ։ Օգնեց ձեզ 50-50-ը։ Ավելի վստահ եմ, որ ճիշտ է։ Ձեր վերջնական պատասխանը տարբերակ Տարբերակ D D. անտառագետ։ Ընդունում եմ։ Պուլմոնոլոգը զբաղվում է թոքերով, թոքաբանն է, կարելի ասել։ Նույնիսկ չեմ էլ ուզում երկարացնել, դա ճիշտ պատասխան է անտառագետ։ Հաջորդ հարցը արժեքն է 250,000 դրամ։ Բելա։ Թեթև կորուստ ունեցանք մի օգնության հնարավորության տեսքով, բայց մի հուսահատվեք, որովհետև եւս երկուսը դեռ ունեք եւ մենք արդեն հասել ենք 8-րդ հարցին։ Հարցը դիցուկ հայրը 40 տարեկան է եւ 8 անգամ մեծ է որդուց։ Քանի տարի հետո հայրը 2 անգամ մեծ կլինի որդուց։ 25 30 35 40 Տղան 5 տարեկան է։ Առաջադրանքը պարզ է։ Հա։ Այսինքն հիմա տղան 5 տարեկան է։ Քանի տարի հետո մեծ կլինի 2 անգամ։ Եկեք օգտվենք օգնություն ընկերոջից Ինչպես տարբերակից։ գտակ, որ տղան 5 տարեկան է։ Դե եթե 8 անգամ մեծ է որդուս, 48-ի ենք բաժանում։ Քառասունը բաժանեցիք 8-ի, չէ՞։ Եվ եթե ոչինչ գլոբալ չի փոխվի, ապա այս պայծրությամբ ճիշտ պատասխանն է 5-ը։ Այս առաջադրանքի։ Դե քանի տարի հետո հայրը 2 անգամ մեծ կլինի որդուց։ Եթե տատանվում եք, Բելլա, ես կառաջարկեի կամ փոխել հարցը, կամ օրինակ դիմել ձեզ Չէ, արդեն գիտեմ պատասխանը։ Ինչպես։ Գիտեմ պատասխանը։ Գիտեք պատասխանը։ Տարբերակ B30։ Տարբերակ B30։ Համոզված եք։ Այո։ Էլ այս կողմ այն կողմ չանենք։ Չէ։ Չէ։ Դե չեն 100 դժվարություն է լուծում։ 70-ի կեսը 35-ն է։ Ձեր վերջնական պատասխանը Տարբերակ B30։ տարբերակ B30։ Ընդունում եմ։ Ճիշտն ասած, ես կարծում եմ դուք ավելի շուտ կգտնեք ճիշտ պատասխանը 30-ը ճիշտ է։ 250,000-ը ձեր։ Բելա, լարված եք։ Դպրոցում լավ եք սովորել։ Հա։ Համաձայն եք, որ դպրոցական առաջադրանք է։ Խնդիր էր։
այստեղ երկար մտածելու բան չկար առանձնապես։ Իհարկե, հա, կա ինչ որ բաներ, փոքր մարուկներ, հատվածը սխալ հասկացա, Ինչպես? հետո հարցի սկզբի հատվածը սխալ հասկացա։ Հա, դուք այսինքն կասկածամտությամբ եք վերաբերվում, հա, առաջարկված տարբերակների, որովհետև կարծում եք դե 8-րդ հարց 250,000 դրամ։ Գիտեք, լինում է նաև այդպիսի իրավիճակներ մեր խաղում, երբ նույնիսկ շատ եւ ավարտվեց ժամանակը եթերում մեր խաղի համար այսօր, բայց մենք վստահ շարունակենք մեկ շաբաթ հետո։ Շնորհակալություն խաղի համար։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, մենք ընդմիջում ենք խաղը հետաձգելով այն մեկ շաբաթով Բելլա Միքայելյանի հետ։ Իսկ դուք շարունակեք մնալ առաջինի հետ։ Կհանդիպենք։